Հանրապետության առաջին կարգի աշմանդամներին տրվող ավտոմեքենաների գրեթե կեսը տրամադրել է Լուզինգ ընկերության նախագահ Արթուր Վարժապետյանը։ Այս անգամ բարերարի միջոցներով ձեռբերված 6 մարդատար ավտոմեքենաները տարբեր սոցիալական ծրագրեր իրականացնելու նպատակով տրամադրվեցին հանրապետության կառավարությանը։ ԼՂ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասատրյանը ներկայացրեց այդ ոլորտում տարվող քաղաքականությունը, իսկ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարքև arczepiskopos Մարտիրոսյանը իր օրհնանքի խոսքն ուղղեց բարերարին։ Արցախ աշխարհը զորեղ է հայորդիների միասնակամությամբ, մեկ կամքով եւ պատրաստակամությամբ։ Այն բարերությունները, որ պարոն Վարժապետյանը տարիներ շարունակ անում է իր ազգի համար, որը տարածում է Ռուսաստանի հայ համայնքով, Հայաստան հիմնադրամով, Հայաստանում եւ վերջին տարիները Արցախ աշխարհում ասում է նրա մասին, որ հայրենասիրությունը, բարեգործությունը ողջ է եւ կենդանի է եւ միտված է բարեկեցիկ կյանք ապահովելու հայորդիների համար։ Մենք արդեն 4-ից 5 տարի է սոցիալական ծրագիր ենք իրականացնում Լեռնային Ղարաբաղում։ Դա անում ենք ի սրտե ժողովրդի համար։ Արցախի հետ արմատներով կապված չեմ, բայց շատ ընկերներ ունեմ։ Բարերարը շեշտեց նաև, որ ծրագիրը շարունակական է լինելու։ Մարինե Մկրտչյան, Արտավազդ Գրիգորյան, օր։